Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Civilnet Business-ը սկսում է հարցազրույցների շարք քննարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի տնտեսական պլատֆորմները։ Եվ մեր հյուրը Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Պեկնարկ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Անանյան, դուք վերջերս ներկայացրել եք Միասնության թևեր նախաձեռնության տնտեսական ծրագիրը կամ մոտեցումները Հայաստանի տնտեսության վերափոխման, զարգացման վերաբերյալ, դրանք հիմնականում թվով 7-ն էին, վերնագրված էր այսպես ձեր ուրեմն նախաձեռնության Facebook-յան էջում 7 ուղղություն, 1 ճանապարհ։ Շատ լավ։ Տեսեք, անդրադառնալով հենց ձեր առաջարկներին, հատկապես հարկային քաղաքականության վերաբերյալ, որովհետև մասնագիտությամբ էլ դուք հարկերի ոլորտի մասնագետ եք, ժամանակին Պեկն եք ղեկավարել։ Տեսեք, դուք այնտեղ առաջարկում եք, որ պետք է անցնել ուրեմն պրոգրեսիվ հարկման տեսակի։ Ժամանակին, երբ դուք Պեկ նախագահ էիք, Հայաստանն անցավ համահարթ հարկման։ Եվ այն ժամանակ դուք չէիք առարկում դրա դեմ։ Ինչու եք հիմա ցանկանում պրոգրեսիվ հարկման մեխանիզմի անցնել, սա զուտ, այսպես, այս ռիսկային փոփոխությունները զուտ նրա համար է, որ տարբերվեք եղած իրավիճակից, թե իսկապես կարծում եք, որ դա անհրաժեշտ է։ Շնորհակալություն ժավերի համար։ Դուք սկսեցիք ըստ էության հաջորդաբար իրար հաջորդող շղթաների 5-րդից կամ 6-րդից։ Այո։ Որպեսզի մենք Այո, հարկերը ձեր ոլորտն է, դրա համար փորձեցի ամենաառաջին հենց հարկերից սկսել։ Եկեք ճշգրտում անենք, ընդհանուր տնտեսագիտությունն է այն ոլորտը, ես նեղ մասնագիտացած եմ եղել նաև հարկաբյուջետային քաղաքականության եւ հարկերի ոլորտում։ Հարկային համակարգը ինքը պետք է լինի տնտեսական քաղաքականությունը սպասարկող։ Հետևաբար տնտեսական քաղաքականության եւ տնտեսական մոդելը ինքը պետքա թելադրի, թե ինչպիսի հարկային համակարգ պետքա լինի։ Եվ հարցը շատ ճիշտ դրեցիք, որովհետև ես որպես հարկային վարչարար ժամանակին քվեարկել եմ կամ համահարթ տոկոսադրույքի օգտին եմ խոսել, ինչու, որովհետև հարկային վարչարարությունն իրականացնելը համահարթ տոկոսադրույքով շատ ավելի ջուրին է, որովհետև չկա հարկերից իհարկե տեսեք, տնտեսությունը մի այնպիսի համակարգ է, որտեղ որ ամեն մեկը իր իրավասությունների շրջանակում պետք է նայի իր գործառույթը։ Եթե տնտեսության համար պատասխանատուն, տնտեսության զարգացմանն ուղղվող առաջարկներ ներկայացնում եւ տնտեսական քաղաքականությունից ազդակներ փոխանցում հարկային քաղաքականություն իրականացնողներին, ֆինանսների նախարարությանը, ֆինանսների նախարարությունն էլ ազդակներ ուղարկում վարչարարություն իրականացնող մարմնին, վարչարարություն իրականացնողը նայում է վարչարարության, այսպես ասած, արդյունավետության կամ ավելի ճիշտ կլինի ասել էֆեկտիվության տեսանկյունից։ Այն պայմաններում, երբ որ նախկին պրոգրեսիվ դրույքաչափերը իրենք բավականին բարձր էին։ Եվ պրոգրեսիվությունը ինքը այն ժամանակ նախկին տոկոսադրույքներով չէր աշխատում, որտեղ եթե հիշում եք, առավելագույն տոկոսադրույքը 35, եթե 36% էր։ Առաջարկող մեխանիզմը դրամագծորեն հակառակ բանն ունի։ Եթե առաջարկում ենք համաչափության սկզբունքով հարկում, որը ենթադրում է պրոգրեսիվություն դրույքաչափերի, ապա դու այսօրվա 20% օրինակ եկամտային հարկը ինքը պետք է լինի մեջտեղը կամ հավասարակշռող հանգրվանը։ Հետևաբար քո նվազագույնը պետք է սկսի 12, 18, 22 եւ 28։ Եթե դու դնում ես այսպիսի պրոգրեսիվություն, ապա այդպիսի պրոգրեսիվությունը շատ ավելի արդար է եւ ներդաշնակություն է բերում, սոցիալական արդարություն է բերում, սոցիալական համերաշխություն է բերում մի կողմից, մյուս կողմից ինքը հարկաբյուջետային քաղաքականության առումով ապահովում է ավտոմատ ստաբիլիզատորի ֆունկցիա, երբ որ տնտեսությունը իր պարբերաշրջանները, ասենք անկումների եւ պիկերի ժամանակ դու ստիպված չես լինում շատ հրատապ միջամտությամբ օրենսդրություն փոփոխես, որպեսզի քիչ հարկեր հավաքես, կամ օրենսդրություն փոփոխես, որպեսզի շատ հարկեր հավաքես։ Ամենալավ գործիքը դա պրոգրեսիվ հարկման համակարգերով, երբ որ ինքը ավտոմատ օրենսդրությամբ արդեն ամրագրված պիկերի ժամանակ շատ հարկ է հավաքում, հակացիկլիկ հակացիկլիկ բան ունի։
Մի կողմից, այսինքն հարկաբյուջետային քաղաքականության էֆեկտիվությունն ես ուզում ապահովես, մյուս կողմից սոցիալական համերաշխությունն ու ներդաշնակությունը։ Սա շատ կարևոր է։ Եվ նաև ունենալով փոքր ու միջին ձեռնարկատիրության հստակ հայեցակարգ, դու տեսնում ես, որ 12% եկամտային հարկի դրույքաչափով սկսելը եւ այնուհետեւ 18%-ով շարունակելը ինքը փոքր ու միջին ձեռնարկատիրության աշխատողներին շատ ավելի, այսպես ասած, հնարավորությունները ընձեռելու, որպեսզի օրինակ աշխատատեղերը ել ավելի բերեն, գրանցվեն եւ ստվերում եղած աշխատատեղերը վերջի վերջո գան եւ արձանագրվեն։ Հետևաբար, ձեր հարցի պատասխանը հետեւյալն է. երբ որ անարդյունավետ պրոգրեսիվ համակարգից անցում էինք կատարում համահարթ տոկոսադրույքի, դա արդարացված էր մի կողմից, որովհետեւ պրոգրեսիվ համակարգը լավը չէր, մի կողմից համահարթ տոկոսադրույքը բերելու էր ավելի արդյունավետ հարկային վարչարարության։ Այսինքն գայթակղությունները այդ ժամանակ ավելի պակաս եկամուտ գրել եւ ավելի պակաս դրույքաչափով հարկվելու տեսանկյունից համահարթ տոկոսադրույքը այդ հարցերը լուծում է։ Պարոն Անանյան, միանշանակ պրոգրեսիվ հարկման կարգը, եղանակը, չգիտեմ, ռեժիմը, իհարկե դրա երբ դա սահմանվում է, տարբեր երկրներ դա ներկայացնում են կամ բացատրում են նրանով, որ պետք է սոցիալական արդարություն ապահովել, հարուստներից վերցնել կոպիտ ասած շատ գեներացվող եկամուտների մի մասը գոնե բաշխել արդարների, ուզում աղքատների մեջ եւ այլ մարդկանց փորձել սոցիալական իրավիճակը շտկել մարդկանց։ Դա այդպես է, դա դասագրքային ճշմարտություն է։ Բայց երբ դուք ժամանակին 2010-19 թվականներին կողմ էիք արտահայտվում այս մոդելին, հա, եւ ասում էիք հետեւյալը, որ որպես մասնագետ հակված եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած համահարթ հարկման տարբերակին։ Այն ժամանակ ճիշտը չէիք ասում, թե որպես մասնագետ ինչ եք ասում, ինչ եք մտածում, թե հիմա եք փոխել ձեր կարծիքը հաշվի առնելով տարիների ընթացքում այս համակարգի աշխատանքը։ Ձեր ընկալումները մի քիչ իրականությունից հեռու են։ Խնդրեմ, ասեմ։ Ես ոչ թե կողմ էի համահարթ տոկոսադրույքին, եկեք սա այլ դեմ էի վատ գծագրված պրոգրեսիվ հարկման համակարգին։ Եթե հիշում եք 23% նվազագույնն էր, 36% առավելագույնն էր։ Այո, մինչև 20 թվականի հունվարի 1-ը։ Ու այդ ժամանակ հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից 36% եկամտային հարկը ինքը բավականին շատ գայթակղություններ էր առաջացնում։ Դա երբ էր մտցվել ներողությունը դա մտցվել էր, ես հիմա բան կանեմ, կարծեմ 13-14 թվականից։ Հիմա կարող է ես հիմա շատ ավելի վաղ, մենք ուղղակի իրեն սրբագրում ենք։ Ներողություն, դա արդեն հարկային օրենսգիրք երբ որ 18 թվականի հունվարի 1-ից գործեց, 16 թվականի հոկտեմբերին ազգային ժողովի կողմից ընդունվել էր, այսինքն 16 թվականի ընդունված հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ մտավ 18 թվականի հունվարի 1-ից։ Մենք իրեն 19 թվականին բերեցինք համահարթ տոկոսադրույքի, 23% դրեցինք, այսինքն 23-ից 36-ի այդ քայլքերը վերացրեցինք, դրեցինք 23, ամեն տարի 1%-ային կետով իջեցնելու պայմանով։ Այնտեղ խնդիրը որն էր։ Խնդիրը նա էր, որ շատ մեծ էին գայթակղությունները եկամուտների թաքցնելու։ Հասկանում եք։ Մենք այն ժամանակ ես կողմ էի համահարթին, էլ եմ ասում, հարկային վարչարարության էֆեկտիվության առումով ինքը արդարացված է միանշանակ, բայց եթե լիներ ավելի արդար ու համաչափ տոկոսադրույքներ եւ հարկային վարչարարություն իրականացնելու գործիքակազմը այն ժամանակ լիներ լավը, թերևս որպես մասնագետ ես դեմ կկանգնեի, բայց ելի եմ ասում մենք հիմա ներմուծում ենք 12, 18, 22 եւ 28 այս քայլքերով պրոգրեսիվ հարկման համակարգ, որը ենթադրում է, որ միջին եկամուտները 20.5%-ով են հարկվելու։ Այսինքն իրականությունը հիմա Իսկապես մոտավորապես համահարթ է գալիս։ Իհարկե համահարթությունը պահպանվում է միջին եկամուտների առումով, ցածր եկամուտները ցածր են հարկվում, շատ բարձր եկամուտները շատ բարձր, բայց ոչ 36%։ Հետևաբար արդյունավետ պրոգրեսիվ հարկման համակարգը ամենաջուրինն է։ Եթե մեծ ոչ արդյունավետ ու սխալ դիզայն արված պրոգրեսիվ համակարգը պետք էր վերացնել։ Եվ այդ ժամանակ, կներեք, այդ ժամանակ նաև կար խրախուսելու անհրաժեշտություն։ Նաև 18 թվականի քաղաքական ռեֆորմացիաներից հետո այդ համահարթ տոկոսադրույքը իր դերակատարումն ունեցավ։ Շատ ու շատ
այսպես ասած աշխատատեղեր, որոնք որ ստվերում էին, սկսեցին անմիջապես իրենք գալ արդեն գրանցվել եւ թափանցիկ։ Այո, տասնյակ հազարներով դրա մասին նաեւ դուք այն ժամանակ ներկայացնում եք թվեր։ Հետևաբար, ամփոփելով ձեր հարցը, ես այն ժամանակ էլ էի ճիշտ եւ մասնագիտական տեսանկյունից արդար, հիմա առավել եւս ճիշտ ու մասնագիտական տեսանկյունից մենք առաջարկում ենք համաչափության սկզբունքով հարկման մոդել։ Պարոն Անանյան, տեսեք, եթե միջինացված գանձվելու է այնքան հարկ տոկոսի տեսանկյունից, որքան հիմա է գանձվում համահարթի տարբերակում, հա, այդ ժամանակ ինչու է պետք այսքան այսպես տարբերակված մոտեցումներ մտցնել։ Եթե եկամուտների տեսանկյունից, բյուջեի եկամուտների տեսանկյունից մոտավորապես նույն գումարն եք գանձելու, թե ավել եք գանձելու։ Առաջի տարվա ընթացքում գրեթե նույն գումարը, իսկ հետո ինքը նաև իր էֆեկտներով, այսինքն ազդեցություններով բերելու է ավել հարկման փոքրերը մեծանալու են։ Իհարկե։ Ստեղ դուք տեսեք, դուք նայում եք մենակ ամբողջ հարկային մեր առաջարկվող մոդելից վերցրել եք մենակ այդ պրոգրեսիվության բանը։ Մյուսներն էլ կան դրդառնալիք։ Չէ, դուք լավ կլիներ, որ մենք սկսեինք տնտեսական մոդելի փոփոխությունից։ Երբ որ մենք սկսում ենք սպառման մոդելից անցում կատարել արտահանելի մոդել, երբ որ դու արդեն սպառման հարկումը դառնում է ոչ դոմինանտ քո համար, տարիների ընթացքում դու անուղակի հարկման համակարգերից աստիճանաբար պետք է վերանաս, եւ արդյունքը ուղղակի եկամուտը գեներացվող եկամուտը դառնում է քո համար հարկային համակարգում գեներացվող ամենամեծ ու արդար հարկը, դու ստեղ պետք է լինես ճկուն, որ հանրային ծառայություններից ավելի շատ օգտվելու հնարավորություն ունեցողները շատ հարկեր տան, հանրային ծառայություններից ավելի նվազ օգտվելու հնարավորություն ունեցողները ավելի պակաս տան։ Դա համաչափության սկզբունքն է եւ սոցիալական համերաշխություն է բերում։ Հետևաբար դուք պետք է նայեք մի քիչ ավելի լայն տեսանկյունից։ Նայենք։ Տեսեք, երբ պրոգրեսիվ հարկատեսակն է կիրառվում, իսկապես խոսում է սոցիալական համերաշխության մասին, եկամուտների ճիշտ եւ արդար բաշխման մասին։ Բայց Հայաստանը, եթե համեմատության մեջ ենք դնում հարևան պետությունների հետ, օրինակ մի ձևերից մեկը այդ եկամուտների արդար բաշխվածությունը չափելու դա հայտնի ինդեքս Gini-ն է, հա։ Gini գործակիցն է։ Հայաստանը երբ որ նայում ենք, Ադրբեջանի դեպքում մի քիչ դժվար է, որովհետեւ այնտեղ նորմալ հարցումներ չեն իրականացվում, Հայաստանի տարբերակը դա ուրեմն 27.2 է, որը խոսում է քիչ թե շատ նորմալ հավասար բաշխման մասին եկամուտների։ Վրաստանի դեպքում օրինակ 26.6% է, 26.6 է գործակից Հայաստանի դեպքում 27 ուրեմն 2 է գործակիցը։ Ներողություն, Վրաստանի դեպքում ավելի բարձր է։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե արդեն իսկ եկամուտները քիչ թե շատ նորմալ են բաշխում, ինչու եք ուզում էլ ավելի հավասար դարձնել, չգիտեմ, որն է այստեղ սոցիալական արդարության տեսանկյունից հիմնական կռվանը որն է, Հայաստանում այդքան ձեր կարծիքով այդքան շատ է փոսը հարուստների եւ աղքատների միջև։ Իհարկե, շատ է եւ Gini գործակիցը որ դուք բերեցիք, ես չգիտեմ որտեղից եք վերցրել, Gini գործակիցը մեկի կողմերն է, էլի ինքը բանանում, երևի 0.27 կամ 0 բան, հարցը մի քիչ սենց անում։ Կա 0-ից 1 եւ 1-ից 100, մոտավորապես։ Երբ որ դուք վերցնում եք բաների կոորդինատում եւ այն առանցքը, դա իդեալական հաշվեկշռվածությունն է, այսինքն եկամուտների եւ հարկերի, չէ՞։ Հիմա մեր իրականությունը շատ ավելի այսպիսին է։ Կորը մեր կորը Gini գործակցի հաշվարկման կորը, այսինքն I ու B-ի բաների մակերեսների հարաբերակցությունը մեր մոտ շատ վատ է։ Այդ դուք չգիտեմ որտեղից եք վերցրել, որովհետև երկու փոփոխական կա։ Դուք հարկային համակարգը պետք է նաև վերցնեք եկամուտ ստացողների խմբերի համադրելիությունը։ Ձեր կարծիքով Վրաստանի ու Հայաստանի եկամուտ ստացողների խմբերը համադրելի են թե չէ։ Այդ համադրելիության հարցը պետք է լուծել, որովհետև ասեմ ինչու, պետքա նախ որքան եկամուտ է ստանում։ Իհարկե, նախ պետքա սոցիալական առումով բաշխվածությունը ճիշտ վերցնես։ Վերցնես այդ սոցիալական բաշխվածության եկամուտ ստացողների նիշաները եւ համապատասխան նիշաները համեմատես համապատասխան նիշաների հետ, հասկանում եք։ Ես չգիտեմ, դուք վերցրել եք, ինձ թվում է Վրաստանի ցուցանիշը համեմատում եք, ասենք Հայաստանի ցուցանիշը։ Համադրելիությունը այդպես չի որոշվում։ Եվ նաև Gini գործակիցը ոչ մենակ ինքը հաշվարկում է օրինակ բանը եկամուտները, այլ նաև եկամուտների եւ գույքի բաշխվածության բանը պետք է իրար հետ հաշվարկես։ Տնօրինվող գույք, ստացվող եկամուտներ։ Դու ստեղ կունենաս շատ ավելի մեծ պատկեր։ Բացի դրանից,
ջինի գործակիցը հաշվարկում են նաև արդար հարկային բեռ հաշվարկելու ժամանակ։ Հետևաբար դուք նայում եք պետքա ոչ մենակ վերցրեք եկամուտները հարկումից առաջ, այլ նաև եկամուտները հարկումից հետո։ Այդ երկու ցուցանիշները պետքա համեմատեք։ Հասկանում եք, դուք վերցնում եք մի ցուցանիշ, համեմատում եք մի ցուցանիշի հետ։ Դա որն է, հարկումից առաջ եկամուտն է, հարկումից հետո եկամուտն է, որpիսի մենք կարողանանք տեսնենք հարկման համակարգը մոտավորապես նույն թվերն են, այսինքն եթե ջինի գործակիցը Հայաստանում նույնն է, ջինի գործակիցը Վրաստանում։ Հարկային բեռը Վրաստանում ինչպիսին է, օրինակ հարկային բեռը Հայաստանում ինչպիսին է։ Համադրելի հարկատեսակները պետք է վերցնենք։ Համադրելի սոցիալական խմբերը, համադրելի եկամուտները եւ այդ համադրելի եկամուտների արդյունքում հարկային բեռը կիրառելուց հետո ստանանք արդար եւ ոչ արդար եկամուտներ։ Ինքը ջինի գործակից միայն այդ թվերը հնչեցնելով մեզ բավարար պատկեր չի տալիս, որովհետեւ դուք տողատակում չեք բացատրում, թե որ ցուցանիշներն եք վերցրել, արդյոք համադրելիության բանը կատարել եք, ճշգրտումները կատարել եք, թե չէ։ Հետևաբար ձեր հարցին պատասխանում եմ, Հայաստանում բևեռացումը եկամուտների եւ գույքի բավականին եւ չափազանց բարձր է։ Ավելի բարձր քան Վրաստանում։ Իհարկե։ Եվ ավելի բարձր քան Վրաստանում է արտահայտությունը։ Ջինի գործակիցը դա հաշվի չի առնում եւ եկամուտները եւ նայեք, ջինի գործակիցը ինքը միջինացված հաշվարկ է տալիս, էլի եմ ասում, երբ որ դուք համադրելիության հարցը լուծում եք։ Դուք ի՞նչն եք ընչի հետ համեմատում։ Նույն ցուցանիշներն են Որ ցուցանիշները։ Ջինի գործակիցով հաշվարկող Հայաստանի ցուցանիշները եւ ջինի գործակիցը ինչի վրա են հաշվարկում։ Եկամուտների բաշխվածությունը։ Որ եկամուտների։ Երկու առանցք ունի, մի առանցքը եկամուտներն է, մի առանցքը որն է։ Մի առանցքը եկամուտներ ստացող տնային տնտեսություններն են։ Տնային տնտեսությունների համադրելիության հարցը լուծել ենք մենք այդ համեմատելուց առաջ։ Հետևաբար ես ձեռնպահ կմնամ ձեր ցուցանիշների իման վրա կատարել դատողություններ։ Լավ, երբ ասում եք պրոգրեսիվ հարկման ռեժիմի սահմանումը, դա իհարկե մեծ բիզնեսի համար բավական, այսինքն մեծացնում է հարկային բեռը, հա։ Մտավախություն չունեք, որ խոշոր բիզնեսը մեծ եկամուտներ գեներացնող ստացող մարդիկ կարող են ուղղակի կամ գնալ ստվեր կամ բիզնես տեղափոխել Հայաստանից։ Գիտեք, չէ, չունեմ նման մտավախություն։ Ասեմ ինչու, որովհետև խոշոր բիզնեսը կամ խոշոր հարկ վճարողները դրանք թվով անգամներով, եթե ոչ տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի քիչ են, քան փոքր ու միջին ձեռնարկատիրությունը։ Մենք ինչ ենք ասում, եթե մենք հիմա կասեմ, հենց այդ եմ ասում, որ պետության ֆունկցիան ինչու՞մ է կայանում։ Դու պետք է մաքսիմում կարողանաս հասցեական հարկային վարչարություն իրականացնես։ Քանի որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը տասնյակ հազարավորներ են իրենց համար դու պետք է շատ կարևոր է որ ճիշտ եւ ցածր հարկային բեռով միջավայր ստեղծես եւ այնտեղ քո հարկային վարչարարությունը թույլատնես, որովհետեւ այդքան ռեսուրս չունես որ գնաս տասնյակ եւ հարյուրավոր հազարների հետևից։ Մեծերը իրենք շատ ավելի փոքր են իրենց քանակով։ Մեծերի նկատմամբ կիրառում ես հասցեական հարկային վարչարարություն, չեմ ասում կոշտ, հասցեական հարկային վարչարարություն, նրանց նկատմամբ մեղմ համատարած հարկային վարչարարություն։ Հետևաբար մեծերի հետ կապված որևէ խնդիր մենք չունենք։ Գործընկերային հարաբերություններ ինչպես ունեցել ենք տնտեսավարողների հետ նախկինում, շարունակելու է լինել բարի դրացիական եւ գործընկերային հարաբերություններ։ Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք եւ չենք խանգարելու իրենց բիզնեսին, բայց իրենք լինելու են մեր մոնիտորինգի եւ հարկային վարչարարության գործիքների գործիքակազմի ներքո։ Պարոն Անանյան, դուք ասում եք, որ պետք է Հայաստան դարձնել արդյունաբերական առումով զարգացած պետություն, զարգացած տնտեսություն եւ արտահանմանը միտված հենց տնտեսություն զարգացնել։ Այժմ այդ տնտեսությունը ավելի շատ նստած է ծառայությունների, առևտրի եւ շինարարության վրա։ Դա պարզ է։ Բայց ինչպես է դա իրականացնելու հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումները, որովհետև լոգիստիկայի մասով էլ դուք ունեք առաջարկ Հայաստան դարձնել տարածաշրջանային հաբ, եւ ես մի փոքր դա էլ չեմ պատկերացնում ինչպես հաշվի առնելով փակ սահմանները, բարդ աշխարհաքաղաքականությունը տարածաշրջանի եւ Հայաստանի բարդ աշխարհագրությունը, բայց այնուամենայնիվ ինչպես է արդյունաբերիզացնելու Հայաստանը։ Շատ ճիշտ նկատեցիք, հարգելի Արշալույս, տեսեք, արդյունաբերականությունը պետք է նախորդի կամ զուգորդվի կամ նախապատրաստական փուլում պետք է մեկնարկի լոգիստիկ ռազմավարության իրականացումը։ Մենք ասում ենք, որ մեր լոգիստիկ քաղաքականությունը 3 առանցքների վրա է հիմնված՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղի, որը որ
արդեն 10 տարուց կամ 15 տարուց ավել մենք իրականացնում ենք։ 19 թվականին պետք է ավարտած լինենք։ 19-ին պետք է ավարտած լինենք, եթե չեմ սխալվում, 2020, մոտ 20 տարի իրականացնում ենք։ Այո, դա առանցքային է, մենք պետք է շարունակենք, բայց ոչ այն տեմպերով, ոչ այն քաղաքականությամբ, ինչպես հիմա է իրականացվում, ուղղակի մեջբերում անելով, ասեմ, որ օրինակ ընթացիկ ճանապարհների պահպանության վրա 130 միլիարդ դրամ է ծախսվելու 26 թվականի բյուջեով, Հյուսիսարևի վրա 57 միլիարդ, այսինքն համամասնությունները սխալ են դրված, էլի։ Նայել պետք է արվի, բայց առաջնահերթությունները մի փոքր ավել են։ Ինչու՞, որովհետև Հյուսիսարևի շահագործման շահառուն այս իշխանությունը չի լինելու ամենայն հավանականությամբ, հետևաբար կարճաժամկետ արդյունքներով է ինքը փորձում ներկայանա հանրությանը։ Սա ուղղակի համարենք մի լիրիկական շեղում։ Հիմա գանք տնտեսականին։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթուղի, որը կար այդ ծրագիրը կար։ Իրան-Հայաստանի նկատի ունեք երկաթուղի։ Իրան-Հայաստան երկաթուղին, որը 14 թվականին, սրանից 12 տարի առաջ կոնսերվացվեց, եւ դա ամբողջական գծագրված, ամբողջական պատրաստի մի փաստաթուղթ է, որի նաեւ որոշակի շնորհանդեսին մենք նաեւ պատիվ եմ ունեցել մենք մի քանի նաեւ պրեզենտացիային մասնակցել, բայց տեսեք, նախկինում որ մշակվել է փաստաթուղթը, դա նկատի ունեք։ Չէ, այս վերջերս էլ մենք բանալու Ռասիա ֆեզեր ինչ է այդ կազմակերպությունները արել, եթե չեմ սխալվում։ Այո։ Դրա տեսեք, այն ժամանակ ինքը կոնսերվացվեց ինչու, որովհետև մեր իշխանությունները ժամանակին առաջնայինը համարեցին հյուսիսարավ ավտոմայրուղին, որտեղ իր իրագործելիությունը մի քիչ ավելի կարճ էր ժամկետով եւ նաեւ արժեքային առումով համեմատաբար ավելի ցածր էր։ Նաև այնտեղ բավականին 60-ից ավել թունելներ եւ բարդ հանգույցներ կային, որոնք որ ժամանակատար եւ ծախսատար էին։ Նաև չինական կողմը, որը որ պետք է իրականացներ իրանական կողմի հետ կոնսորցիումով, ուզում էր որոշակի երաշխիքներ ունենա, որ օրինակ հյուսիս-հարավի կամ ամբողջ Բեռնա փոխադրումների ամբողջ հոսքը գնալու է այդ բանով։ Բնականաբար երաշխիքներ ոչ մեկ չէր կարող տալ, հետևաբար կոնսերվացվեց։ Ինչու է դա դառել ակտուալ եւ ինչու դա հնարավոր է որ հիմա լինի։ Դա շատ ակտուալ թեմա է, բայց սրա համար պահանջվում էր ժամանակին 3.2 միլիարդ դոլար, եթե չեմ սխալվում։ Այո, հիմա հաշվարկները մի քիչ ավելի են մեծացել բնականաբար։ Եվ լոգիստիկ պրոյեկտներ իրականացնելիս այդ հաշվարկները կարելի է ընդհանրապես շատ համարձակորեն երկու անգամ բազմապատկել, երկու անգամ չէ, հաշվարկների օրինակներն եմ ասում, մոտ 4.5-4.7 միլիարդի մասին։ Կարող է ավելանալ, կարող է մի քիչ քչանալ, բայց այնուամենայնիվ աճման միտում ունի։ Այդ փողերը որտեղից է գտնելու։ Տեսեք, նման խոշոր ծրագրեր իրականացվում են կոնսորցիումներով։ Մենք պետքա չինական կողմի հետ նորից բանակցություններ վերսկսենք եւ այդ իրականացնենք։ Մեր բանում դրված է դա, որովհետեւ մեկ անգամ արդեն ինքը տեխնիկական այդ բանը անցել է։ Եվ մի շատ կարևոր բան, սա էլ եմ ուզում որ դուք հաշվի առնեք, ինչու է դա հիմա հնարավոր, որովհետև չինացիները Չինաստանը կառուցում է Վրաստանի Անակլիայի նավահանգիստը։ Այն ժամանակ չկար այդպիսի բան։ Այն ժամանակ դեռ եվրոպական կառուցապատողների տալու, թե արդեն տրվել էր, թե հետո հետ էր վերցվել, այսպեսի, եթե հիշում եք, այդպիսի լրատվական բան կար որոշակի։ Հիմա Չինաստանը բարձր խորքային բան է կառուցում, նավահանգիստ է կառուցում Անագլիայում։ Հետևաբար այս ծրագիրը վերագործարկելու առումով Չինաստանը ունի շատ ուղղակի շահագրգռություն։ Մենք որպես Հայաստանի Հանրապետություն նախկինում Չինաստանի ընկերության հետ, պետական ընկերության հետ ունեցել ենք այդ բանակցությունները, հիմա ըստ էության դա կարելի է շատ արագ բերել դաշտ եւ չինական կողմի հետ կոնսորցիումով կառուցել այդ բանը։ Այդ կոնսորցիում, որ ասում եք, ինչի նկատի ունեք, չինական կողմի որ ընկերության հետ, Հայաստան, Չինաստան։ Հասկացա։ Եվ որքան գումար ով պետք է ներդնի։ Տեսեք, դա նայեք, դա մեր տնտեսական քաղաքականության մեջ կա որոշակի տրանշների բաժանում բան, մեր ինձ թվում է եթերը չի հերիքի, որ մենք շատ ավելի մանրամասն գնանք։ 50% Հայաստան, 50% Չինաստան, Չինաստանը շահագրգռված է նման գումար ներդնել Հայաստանում։ Իհարկե հետաքրքրություն ունի եւ մենք պետքա բանակցենք, որպեսզի մի մասը կլինի վարկային, մի մասը կլինի դրամաշնորհային, մի մասը կլինի պետական մեր պետության կողմից ներդրում։
Այսինքն մոտավորապես 4.7 միլիարդ դոլար ինքը մեր պետությունը հնարավորություն չի ունենալու դա միանգամից բան անել։ Հետո այդ ծրագիրը այնպեսին է, որ ինքը ժամանակատար է։ Այնպես չի, որ այդ 4.8 միլիարդը կամ կլորացնենք 5 միլիարդը պետք է անմիջապես 1 տարվա բյուջեով պլանավորել։ Բնականաբար դա տարիների կառուցման բան է, տարիների մեջ է բաշխվելու, ինքը ունենալու է դրամաշնորհային կետ, ունենալու է վարկային, պետական վարկային եւ ունենալու է մեր ֆինանսների ներդրում։ Եւ ինքը շատ ակտուալ է ու շատ հնարավոր որ դա կառուցվի։ Շատ լավ, տեսեք, մենք ինչպես դուք նշեցիք, խնդրեմ։ Եվ երրորդ առանցքը արևելք արևմուտքը, որը որ արդեն Բաքու, Ղազախ, Իջևան, Հրազդան այս մյուս հանգույցն է, որը շրջափակման process-ը շարունակելու է։ Այո, իհարկե դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, առանց դրա չի լինի։ Ու դրա շահառուն էլի ամենահիմնական շահառուն տարածաշրջանային առումով բնականաբար մենք ենք եւ կա երկու շատ կարևոր շահառու՝ Չինաստանն ու Հնդկաստանը։ Հնդկաստանը ունի հյուսիս-հարավ մեծ հանգույցը Ռուսաստանի հետ միասին, որովհետև միջև Սանկտ Պետերբուրգ գնացող այդ մեծ հանգույցի մի կտորն է հյուսիս-հարավը, չէ, Հայաստանի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Մետաքսի ճանապարհն ու հյուսիս-հարավը անցնի Հայաստանով։ Այն չեն անելու ամերիկացիների հետ։ Միջին Ասիայով հիմա կվերադառնանք դրան։ Միջին Ասիայով էլ բեռները գալու են Կասպից ծովով հատեն եւ Բաքվի Ալյատ նավահանգստից երկաթգիծով գա Բաքու, Ղազախ այն գիծը, որ մենք հիմա ունենք։ Դրա նախապատրաստական հայեցակարգային փաստաթղթերն էլ կան եւ այդ քննարկումները մենք ունեցել ենք։ Շատ լավ, դուք ասացիք, որ ինքներդ ասացիք, որ 20 տարի կառուցում ենք հյուսիսարավը։ Տարբեր իշխանությունների ժամանակ կառուցվել է, բայց չի ասի, որ տեմպերը շատ արագացել են։ Վերջի շրջանում իսկապես արագացել են, բայց այնուամենայնիվ մենք հիմա տարբեր գնահատականներով այդ ծրագրի մոտավորապես 7-ից 10%-ն ենք իրականացրել կամ գուցե մի փոքր ավել։ Դա 20 տարվա մեջ մոտավորապես։ Հիմա, եթե մենք ճանապարհը չենք կարողացել 20 տարվա մեջ 10% կառուցել, երկաթուղին, որ ավելի բարդ կոնստրուկցիա է եւ ավելի բարդ լոգիստիկա է եւ ենթակառուցվածք է, դա հղի չէ եւս մի վտանգով, որ մի հատ նորից մի 20-30 տարանոց այսպես միլիարդավոր դոլարներ այնտեղ կթաղենք եւ կունենանք մեր երկար դալգաստրոյ։ Հարգելի արշալույս, ոչ մի բանով էլ հղի չի։ Եկեք հիմա անցնենք առաջ, որովհետեւ ձեր հարցին չենք պատասխանել։ Արդյունաբերականացումը։ Հիմա ձեր ասածը։ Տեսեք, մենք ասենք, որ արդյունաբերականացումը պետքա լինի լոգիստիկ ուղիների, հանգույցների շատ կարևոր են։ Բայց արդյունաբերականացումը ինքը նաև նշանակում է այդ լոգիստիկ կառույցների շուրջ բոլորը արդյունաբերական գոտիների կառուցում, չէ՞։ Եվ ինքը չի նշանակում, որ դու պետքա ձեր ծալած նստես, տեսնես թե երբ ես կառուցում այդ հանգույցները, որովհետեւ բերես այդ հանգույցների շուրջ բոլորը արդյունաբերական գոտիներ կառուցես։ Արդյունաբերական գոտիների շինարարությունը մեկնարկը տրվելու անմիջապես եւ քու տնտեսությունը ունի առաջատար ճյուղեր, որոնք որ ծառայությունների արտահանմանը միտված են եւ այդ ծառայությունների արտահանման այդ թվում ռազմաարդյունաբերություն, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաներ, կիբերամտանգություն եւ այն ամեն ինչի ինչ որ հիմա զարգացում է նաեւ մեր սփյուռքահայ գործարարների եւ տեղի գործարարների համատեղ ջանքերով, որ այսօրվա կառավարությունը վերագրում է իր հմուտ բանին, քաղաքականությանը եւ ամերիկյան կողմի այո ֆինանսավորմամբ եւ նրանց ներգրավումով դրանք էլ են իրականացվելու, դրանք էլ են արդյունաբերականացման մի հստակ ուղղություն։ Պատասխանը սա է։ Ինչ մասն է խոսքը։ Fiber-ի մասն, այո։ Եվ դրա հիմնական մենք գիտենք, չէ՞ որ ովքեր են դրան ակունքներում կանգնած։ Մեր սփյուռքահայ գործարարները, մեր տեղի գործարարները։ Շատ լավ, բայց դա Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ պայմանավորվածության արդյունք է, որտեղ չլիներ պետությունների պայմանավորվածությունը, նման զգայուն տեխնոլոգիաներ Հայաստանին չեն փոխանցել։ Պետությունը շատ բարեհաջող ձևով տեղավորվել է այդտեղ, շատ լավ է, իր անելիքն է, ինքը պետք է տեղավորվեր։ Մենք դրանում բան չունենք ասելու։ Այսինքն այն ինչ որ կատարվում է այսօր, դա էլ է արդյունաբերականացման սեգմենտ։ Ես դա նկատի ունեմ։ Բայց դա ինչով է արդյունաբերականացում։ Դա մեծ ենթակառուցվածք է, վերում տեղադրում են Հայաստանում, սերվեր է։ Դրա 10% Հայաստանի, չգիտեմ, տնտեսությունն է օգտագործել, մնացած մասը արտահանվելու է։ Դուք ասեցիք արդեն, ծառայություններն արտահանվելու։ Շատ լավ, բայց հարկային եւ հարկային
որպես նաև այդ ոլորտի մասնագետ, կասեք դրա հարկային եկամուտների ծավալը շատ մեծ է լինելու, թե չէ։ Հարկային եկամուտներով չեն չափում միայն տնտեսության բանը։ ՏՏ ոլորտն էլ է մոտավորապես այդպես աշխատում։ Այստեղից դուրս ծառայությունները մատուցում աշխատավարձ են ստանում։ Ուրիշ մեծ ներգրավվածություն Հայաստանի տնտեսական շղթաներում իրենք չունեն։ Իրենք չունեն, որովհետև միջանկյալ օղակներն է սպասարկում, այսինքն պատրաստի վերջնական արտադրանքը ծառայության տեսքով պետք է Հայաստանում լինի։ Այսինքն մենք նաև ՏՏ ոլորտը պետք է արդյունաբերականացնենք։ Դուք ճիշտ եք ասում, եթե ինքը ինչ որ մի հանգույց բերել է Հայաստանում եւ անում է եւ ամբողջական պատրաստի արտադրանքը ՏՏ ոլորտի արտադրանք նկատի ունեմ, ինքը ամբողջությամբ չէ, այսինքն ամբողջ շղթան չի, մենք պետք է ամբողջական շղթան ունենանք ստեպ։ Կիբերանվտանգությունը նոր տեխնոլոգիա է, այո, ինքը ապագայի արդյունաբերական ճյուղը, այո, ֆինանսական ծառայությունները արտահանման բան ունեն, պոտենցիալ ունեն, այո, ունեն։ Այսինքն նայեք ոնց ենք ասում, արդյունաբերականացումը ինքը նշանակում է, որ դու արտադրում ես բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ, որոնց սպառումը դրսում է։ Հիմա մենք ասում ենք, չէ՞ որ առաջի արդյունաբերական գոտին մենք ստեղծելու ենք, բացելու ենք Աշոտսկում։ Ինչու՞։ Որովհետև ինքը իր հազվագյուտ բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ բնական հովացման համակարգեր է տրամադրում։ Իսկ հովացման համակարգները են մեծ էներգատար ճյուղերը, որոնք նաև որոշակի մասով մենք անդրադարձանք, որոնք են նաև շատ կարևոր ճյուղեր, որոնք որ զարգացնելու ենք մենք Աշոտսկում։ Այսինքն, նայեք, մենք չենք կանգնելու տեղում։ Մենք արդյունաբերականացումը իրականացնելու ենք միաժամանակ։ Գոտիներ, այո, արդյունաբերական կազմակերպություններ, գոտիները եւ լոգիստիկա է, ճիշտ եմ հասկանում, դրանք իրար կապող։ Այո, եւ լոգիստիկան պետք է հյուսիս-հարավ ավտոմայրուղին պետք է շատ արագ ավարտենք, անցնենք հաջորդներին, դրանք զուգահեռաբար պետք է գնան։ Դրանք մի տարվա, երկու տարվա ծրագրեր են, բնավ ոչ, բայց դու պետք է օրինակ այդ 15 տարվա քո անելիքների կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ արդյունքները կարողանաս հանրությանը ներկայացնել։ Եվս երկու հարց եւ դրանով սահմանափակեմ, խնդրեմ լակոնիկ անդրադառնալ։ ՓՄԶ-ի մասին խոսես, դուք խոսում եք նաեւ նրա մասին, որ պետք է խրախուսեք ամեն ինչ անեք, որպեսզի իրենք եւս արժեթղթերի ինչ որ շուկա մտնեն, հա։ Տեսեք, ՓՄԶ-ը գաղտնիք չեմ լինի ասելու, որ դրանց մի հատվածը կամ մեծ հատվածը, չգիտեմ, հստակ հետազոտություն չկա, բայց կա այդ կարծիքը, որ նրանք ստվերային դաշտում են աշխատում, երկու հաշվապահություն են սովորաբար վարում եւ այլ եւ շատ հաճախ դրա համար չեն ցանկանում են 115 միլիոն դրամի շեմից այն կողմ գնալ եւ ավելի շատ հարկեր գեներացնել եւ վճարել եւ այլ։ Հիմա ստվերային աշխատանքի սովորույթներ ունեցող այս սուբյեկտներին ինչպես է բերելու խիստ վերահսկող բորսա, որովհետեւ դա ենթադրում է ավելի բաց աշխատանք, սպիտակ հաշվապահություն, որոշակի նաև վստահություն այդ կազմակերպությունների նկատմամբ։ Ինչպես է դա իրականացնելու։ Շատ լավ։ Նախ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, որպեսզի հասկանանք ինքը ինչը, Civilnet-ը եւս փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտ է։ Օրինակ այն ընկերությունը, որտեղ որ ես աշխատում եմ եւ քաղաքականությունից զատ, եւս փոքր ու միջին ձեռնարկատիրություն է։ Հայաստանի տնտեսական միավորների ճնշող մեծամասնությունը իրենց բնորոշմամբ փոքր ու միջին ձեռնարկատիրության է, իրենց պարամետրերով։ Նախ պետք է օրենսդրությամբ հստակեցնենք ինչ բանա փոքր ու միջին ձեռնարկատիրություն, սա էլ պետք է իրար հետ անենք, որովհետեւ հարկային օրենսդրությունը ասում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շրջանառության հարկի համակարգում գործողներ, կարծես թե այս երկուսը մեզ շփոթեցնում է, որ այդ երկու համակարգում գտնվողներն են ՓՄԶ-ները։ Ոչ, կան նաև հարկման ընդհանուր համակարգում գտնվողներ։ Հիմա ինչ ենք մենք առաջարկում։ Նախ բաժնետիրական ընկերությունների ռեֆորմի զուգահեռ նաև արժեթղթերի շուկայի կայացման ուղղված շրջանակներում մենք ասում ենք, որ մենք պետք է այնպես անենք, որ բացի այն IPO անողները, որոնք որ բաժնետիրական ընկերություններ են, թափանցիկ իրենց հաշվետվողականությամբ մտնում են, հասանելիություն ունեն եւ իրենք պետք է ցուցակվեն բորսայում, մենք ասում ենք նաեւ պետք է լինի բորսայում նաեւ այնպիսի հարթակ, որը պարզ հասանելիություն է տալի փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, դա նշանակում է ավելի նվազ պահանջներ։ Այսինքն առանձին սեգմենտ է լինելու իրենց համար։ Այո, եւ դրա փորձը կա միջազգային բաներում կա։ Դրա նպատակ գիտեք որն է, որ ոչ մենակ պարտկային գործիքներով շրջանառու կապիտալ լինի, այլ նաև կապիտալի գործիքներով հնարավորություն ունենա փոքր ու միջին ձեռնարկատիրություն ֆինանսավորման։ Այսինքն մենք իրեն պետք է ամեն ինչ անենք, որ ինքը խոշորանա, բայց միջև խոշորացումն էլ ինքը հնարավորություն ունենա բորսայական կապիտալին ունենա պարզեցված հասանելիություն։
Հարցը սրանում է։ Միջազգային փորձ կա ու դա կարելի է անել։ Ինքը ունի այդ կապիտալի կարիք, մեր հարկման ձևը, մեր ընդհանրապես տնտեսության մոդելը դրդում է նրան, որ ինքը իսկապես մտածի նրա մասին, որ մտնի կապիտալի շուկա, այնտեղից էլ գումարներ ներգրավի։ Այո։ Եվ տեսեք, Եթե ինքը ստվերում կարող է աշխատել եւ առանց մեծ գլխացավանքի։ Իրեն էլ ձեռ չի տալու հայերեն ասած, ստվերում աշխատի։ Եթե դու դնում ես պարզ հարկային համակարգ, հաշվետվողականությունը իրեն պարզեցնում ես եւ իր հարկային բեռը առնվազն կրկնակի իջեցնում ես այսօրվա բեռից, ինքը նաև հարկային վարչարությունը դնում ես մոնիտորինգային առումով անտեսանել, այսինքն վարչարությունը կա, բայց ինքը չգիտի դրա մասին, այսինքն թե վարչարությունը ինքը ստվերում գործելու իր մոտիվացիան վերանում է մանավանդ, որ արդեն թափանցիկ գործելով ինքը հնարավորություններ է ունենալու շատ ու շատ բաներից օգտվի։ Պետական սուբսիդավորման ծրագրերից կարող է օգտվի։ Հասանելիություն ունենա պետական բաների, ներդրումային ֆոնդերի եւ ոչ պետական նաեւ այլ ներդրումային ֆոնդերից միջոցներ ներգրավելու, ինչպես նաեւ բորսական կապիտալին հասանելիություն։ Սրանք պահանջում են թափանցիկ գործելու եւ լավ հաշվետվողականություն, բայց պարզ։ Եթե դու դնում ես հիմքում իր ցածր հարկային բեռ, պարզ հաշվետվողականություն, ինքը արդեն չունի որևէ մոտիվացիա գտնվելու ստվերում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Civil and Business տաղավարում ես զրուցեցի Դավիթ Անանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։